Համար բացարձակ հասկանալի չէ ընդդիմադիր մի հատվածի, տվյալ դեպքում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության Հայաստան դաշինքի ղժալը եւ պրիկոլները եւ նրանց սատարող տարբեր սատելիտների, տարբեր տելեգրամ եւ ոչ տելեգրամ կանալների պրիկոլները իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ ինչ որ թուղթ են ստորագրել, որը շատ էսպես էնտուզիազմով տարածում են սոցիալական կայքերում, ես վերցրեցի, բացեցի այդ թուղթը նայեցի, ինձ թվաց թե ասենք օրինակ ազգային ժողովի այս նստաշրջանը ավարտելու վիպուսկնոյի ցուցակն է, որովհետև իմպիչմենտի գործընթացը դա ազգային ժողովի որոշման նախագիծ է, որը ենթադրում է հստակ ընթացակարգ, ենթադրում է նախաբան, ինչի է հայտնվում իմպիչմենտ, ներկայացվում է վարչապետի թեկնածուի անուն, որին հետևում են նոր ստորագրությունները։ Հայաստան դաշինքի ստորագրությունները կամ բանակի քեֆի ցուցակ է, կամ ինչպես արդեն ասեցի, ազգային ժողովի այս նստաշրջանի ավարտի, ես չգիտեմ, վիպուսկնոյի ցուցակ է, այլապես այնտեղ պիտի լիներ նախաբանում, որոշման նախագիծ եւ ամենակարևորը վարչապետի թեկնածու այս պահը Հայաստան դաշինքը չի միացել ոչ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի անունով երկու ԿՊԵ-ականների նախկին նախաձեռնությանը, ոչ էլ միացել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությանը, այնպես որ այդ թուղթը մի թափահարեք, ես կարծում եմ շատ ավելի ազնիվ է հայտարարել, որ դուք չեք միանում իմպիչմենտի նախաձեռնությանը, քան սոցիալական ցանցերում տարածել մի թուղթ, որի վրա ընդամենը ձեր անունները եւ ստորագրություններն է։ Այս նույն տրամաբանությամբ գիտեք, երբ որ ասենք օրինակ առաջիկայում ընդդիմադիր ինչ որ մի ուժ հանրահավաք հրապարակի Ազատություն ռադիոկայանում, ես կարող եմ իմ ընտանիքի անունները գրել, տեղադրել իմ սոցիալական էջում, ասել հաշվեք, որ այսքանով մենք կանք։ Այդպես չի լինում, դա ազնիվ չի եւ պետք չի զավեշտի վերածել իմպիչմենտի գործընթացը, որովհետև խորհրդարանական երկրում այս պահին սա ամենակարևոր գործիքներից մեկն է, իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակում սա այս պահին միակ արդյունավետ գործիքն է եւ երթվել, պատառոտվել, որ անհնար է, հնարավոր չի որևէ ԿՊԵ-ական երբևէ միանալ այդ նախաձեռնությանը, ես ձեզ հարց եմ տալիս, դուք ինչ գիտեք, ԿՊ-ի հետ քննարկումներ եք արել եւ իրանք բոլորը ձեռքը դրած ավետարանի վրա երթվել են, որ չեն միանալու, ես էլ ասում եմ, գիտեմ բազմաթիվ ԿՊԵ-ականներ, ովքեր անհրաժեշտ պահի իրանք սենց լոնքերով են գալու միանալու այս գործընթացին, որովհետև այդ մարդկանց տներում միակ խոսույթը այսօր այն է, որ Նիկոլ Փաշինյանը խելագարվել է, այն քայլերը, որ անում է Նիկոլ Փաշինյանը, դա ոչ ադեկվատ մարդու քայլեր են եւ իրենց եւս պետքա փրկողակ։ Հիմա եթե դուք չեք ուզում միանալով իմպիչմենտին տալ նաեւ այդ փրկողակը, այդ հումանիտար միջանցքը ԿՊԷ-ն մարդկանց համար, իսկ այնտեղ կան մարդիկ, ովքեր ում ձեռքերը արյան մեջ չեն, ովքեր վերջացած սողուն ու ստահակ չեն, նշանակում է դուք ընդունում եք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր միակ այլընտրանք վարչապետն է։ Հիմա անունը ինչ ուզում եք դրեք, ձեզ դուր չի գալի Դավիթ Համբարձումյանը, ձեզ չգիտեմ ով էլ լիներ անունը եք դնելու, իտոգը, այսպես ասած կներեք այս ձևակերպման համար մեկն է, որ ձեզ համար ընդունելի թեկնածուն վարչապետի մնում է Նիկոլ Փաշինյանը։